Ողջույն բոլորին, շնորհակալություն մեզ միանալու համար։ Այսօր ունենալու ենք մի շատ հետաքրքիր, կարևոր, ինչու՞ չէ նաև զգայուն մի թեմա։ Խոսելու ենք հայապահպանության մասին եւ իմ հյուրի հետ միասին փորձելու ենք տեսնել եւ քննարկել այն բոլոր մարտահրավերները, որոնք որ ունենում ենք մենք հայերս ապրելով օտար երկրում։ Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է։ Շատերի ծնողներն արդեն գրեթե հայերեն չգիտեն եւ իրենց օգնել դժվարանում են։ Հայաստանյան մեր մեծ թիմը, հմուտ ուսուցիչներից կազմված մեր մեծ թիմը ինտեգրել այս աշխատանքում։ Երեխաներ, ովքեր չեն գնացել օրինակ հայկական մանկապարտեզներ, իրենք ավելի շատ են դժվարանում։ Երեխայի ուղեղը շատ ճկուն է։ Ամեն ինչը կարծում եմ աստվածային ուժ է տալիս մեր լեզվին։ Իմ հյուրն է Նունե Սարուխանյանը։ Շնորհակալ եմ Նունե ջան մեր հրավերը ընդունելու համար եւ այստեղ մեզ հետ այս թեման քննարկելու համար։ Ես պատիվ ունեմ ձեզ ներկայացնել եւ երբ կարդում էի ձեր բնութագիրը, ինձ համար շատ կարեւոր հատկանշական էր այն, որ դուք 24 տարվա մանկավարժ լինելով, ունենալով մեծ ավանդ Հայաստանում, կրթելով տարբեր սերունդներ եւ աշխատելով տարբեր լավագույն բարձրակարգ, ուրեմն կրթահամալիրներում, նաև փորձել եք այստեղ տեղափոխվելուց հետո շարունակել ձեր մասնագիտական հմտությունները փոխանցել եւ օգնել մեր հայ համայնքին եւ ներդրում ունենալ նաև հայապահպանության հարցում։ Շատ շնորհակալ եմ եւ եթե կարող եք նաև մի փոքր ներկայացրեք ձեր փորձառությունը այդպես։ Շնորհակալ եմ, անչափ հաճելի է ձեզ հետ զրուցելը, հարգելի լսինե, նաև պարտավորեցնող է, որ իսկապես, ինչպես ասացիք, շատ զգայուն թեմա ենք ընտրել, հայապահպանության հարցը կարծում եմ յուրաքանչյուր հայի համար այսպես հոգում ընծառացած մեծ խնդիր է, հատկապես Սփյուռքում ապրող հայերի համար եւ թույլ տվեք ներկայանալ, մանկավարժ եմ, աշխատել եմ Հայաստանում, ինչպես արդեն ասացիք, լավագույն դպրոցներում եմ աշխատել, Անանյա Շիրակացու ջեմարանում, Չեխովի դպրոցում, իսկ վերջին 7 տարիները աշխատել եմ Քվանտ վարժարանում, եղել եմ Քվանտ վարժարանի տարեկանի ամբիոնի վարիչը։ Այդ ամենը թողնել ու գալ փորձել օտար երկրում սկսել կյանքը, բավականին բարդ պրոցես էր, բայց կարողացա հաղթահարել եւ մի լուսավոր նպատակ կար, որ ինձ օգնեց, որպեսզի կարողանամ ավելի հեշտ այս դեպի կյանքին հարմարվեմ։ Ես հասկացա, որ ես այստեղ կարող եմ կրթել սերունդներ կրթել եւ ավելի գուցե պատասխանատվությամբ, որովհետեւ այստեղ երեխաներին հայերենը սիրելի դարձնելը բավականին ավելի դժվար է եւ պիտի ուսուցիչը հեղինակ լինի, ուսուցիչը պիտի շատ սեր դնի, որ երեխան փորձի սիրել եւ հայերենը իր համար հասկանալի լեզու լինի, նաեւ ցանկալի լեզու լինի։ Նրա համար կարծում եմ 3 տարի չկա, որ մենք տեղափոխվել ենք Միացյալ Նահանգներ, ամռան արդեն մեր 3-րդ տարին կլրանա, բայց կարծում եմ կարողացել եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ այստեղ հայապահպանության գործը անեն դեպքում սկսել եմ, վստահ եմ նաև կարողանամ պատվով շարունակել։ Ես նույնպես վստահ եմ եւ անպայման ուզում եմ նշել, որ նաեւ դուք Մայրենի 2, Մայրենի 3 դասագրքերի համահեղինակն եք եւ մեծ աշխատանք եք տարել, որպեսզի այդ գրքերը լույս աշխարհ գան եւ իրականում շատ կարեւոր է, մեծ ներդրում է դա ինքս հասկանալով եւ ծնող լինելով գիտակցում եմ այն փաստը, որ շատ դժվար է Ամերիկայի Միացյալ Նահանգներում նաեւ հայերենի այդ պահը հայերեն պահպանելը, հայերեն փոխանցել մեր երեխաներին, թե մեր արժեքները, մշակույթը, բոլոր այդ դժվարությունը շատ մեծ է եւ կարծում եմ այս մարտահրավերներով անցնում են շատ ծնողներ եւ ուրախ եմ այն փաստի համար, որ ձեր նման մասնագետները գալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ունենալով մեծ հնարավորություններ այլ ոլորտներում աշխատել, ունենալ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ստեղծել, բայց դուք ընտրում եք պահպանել այն ինչը որ ունեցել եք եւ սիրելով նաեւ փորձում եք այդ սերը այստեղ
փոխանցել։ Նաև գիտեմ, որ դուք այստեղ Յանս ակադեմիայում կենտրոնում եք աշխատել եւ աշխատում այս պահին, ինչու՞ չէ նաև որոշ դպրոցներում այստեղ դրա մասին էլ կարող եք ասել եւ կարծում եմ հենց առաջինը կարող ենք խոսել այդ տարբերության մասին այստեղի եւ Հայաստանի թերությունների թե առավելությունների մասին։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց անմիջապես հետո 10 օր հետո արդեն ընդունվել էի աշխատանքի Դավթյան Մարիամյան կենտրոնում։ Կենտրոնը շուրջ 40 տարի է այստեղ զբաղվում է հայապահպանության գործով, դպրոցներում խմբակներ է վարում հայերենի։ Ես աշխատանքի առաջին օրերից իսկ բախվեցի խնդիրների, որոնց երբեք չէի պատկերացնում, որ պետք է բախվեի։ Մի բան է, երբ դու Հայաստանում ես աշխատում, երեխաները հայ օջախներից են գալիս, իրենք հայերենը շատ լավ գիտեն եւ դու իրենց ուղղորդում ես, նոր բառեր ես սովորեցնում, նոր բառապաշար, այսպես գրագետ խոսք։ Մի բան է, երբ դպրոց են գալիս երեխաներ, որոնք ընդհանրապես հայերեն չգիտեն, չեն հասկանում քո պարզ հրահանգները նույնիսկ եւ իրենց հետ աշխատել, հասանելի դարձնել հայերենը դժվար է, որովհետեւ շատերի ծնողներն արդեն գրեթե հայերեն չգիտեն եւ իրենց օգնել դժվարանում են։ Այս եւ մի շարք խնդիրների հանդիպեցի դպրոցում եւ անընդհատ բրբտումների մեջ էի, ինչ ճանապարհով պիտի կարողանանք հայերենը այստեղ պահպանենք, որովհետեւ ես որպես մասնագետ հասկանում էի, որ հայերենը այսպես աստիճանաբար կարող ենք կորցնել, որովհետեւ եթե չունենանք ինչքան էլ խոսենք հայերեն, եթե չիմանանք գրել, կարդալ հայերեն, աստիճանաբար պիտի հետ գնանք, մեր մշակույթը պիտի կորցնենք, մեր լեզուն պիտի կորցնենք եւ այդ վտանգը կարծում եմ յուրաքանչյուր մտահոգ հայի սրտում է այս պահին։ Իհարկե այդ կենտրոնները խրախուսելի են, որ գործում են, շատ հայկական դպրոցներ կան, ես գիտեմ, որ այստեղ գործում են։ Խնդիրներից մեկը նաև դասագրքերն էին, որոնց աշխատելու ընթացքում ես դա էլ նկատեցի, որ երեխան երբ բառապաշար չունի եւ դպրոց է գալիս, անմիջապես սկսում է տառուսուցումը, իր համար դա անհասկանալի մի երևույթ է դառնում, որ մեխանիկորեն ուղղակի գրի մի քանի էջ ինչ-որ տառ, հետո փորձի այդ տառերը կապել, ինքը բառապաշար չունի, այսինքն պետք էր վերանայել նաև դասագրքերը։ Հայաստանում, ինչպես նշեցիք, ես ինքս էլ գրքաստեղծ խմբում եմ աշխատել, բայց այստեղ այլ գրքեր են պետք, որովհետև երեխաներին պետք է հատիկ, այսպես ավելի մատչելի երեք։ Այո, մատչելի, հասանելի գրքեր, որոնց երեխան չհանդիպի շատ դժվարությամբ, որ այդ դժվարությունից ինքը սկսի խուսափել ու պարզապես չսիրել հայերենը։ Որը շատ հաճախ է հանդիպում, ես իմ փորձից էլ կարող եմ ասել, որ իսկապես երբ երեխան հատկապես երբ իր առաջի լեզուն է սպահի դրությամբ անգլերենն է, փորձում ենք այնպես անել, որ սեր առաջանա եւ հանդիպում է այդպես մեծ շատ իր համար արդեն sense բանի խոչընդոտի, կներեք բարիս համար, արդեն հետ է քաշում իրեն եւ արդեն ասում է, որ ես չեմ ուզում էլ սովորեմ, իմ համար կարևորը ես անգլերենը կսովորեմ, վերջ ես ունեցել եմ այդ խնդիրը, դրա համար ասի անպայման նշեմ դա նաև։ Իսկ Յանս ակադեմիայի մասին ինչ կասեք։ Յանս ակադեմիայում փորձեցինք մեր այդ հայաստանյան մեր մեծ թիմը, հմուտ ուսուցիչներից կազմված մեր մեծ թիմը ինտեգրել այս աշխատանքում, այսինքն մենք այստեղից երեխաներին եւ ոչ միայն Միացյալ Նահանգներից, ամբողջ աշխարհից, Կանադայից ունենք, Լոնդոնից ունենք աշակերտներ միանում են եւ մենք կապ ենք հաստատում Հայաստանում դասավանդող ուսուցիչների հետ, գրեցինք բավականին հետաքրքիր ու ճկուն ծրագիր, որը նաեւ ժամանակակից ծրագիր է, այսինքն երեխան հին մեթոդներով չի տառուսուցումը սովորում կամ հայկական մշակույթի հետ ծանոթացումը, բավականին սեղմ այսպես ժամկետներում երեխան կարող է եւ տառաճանաչ դառնալ եւ ինքնուրույն գրել պատմություններ, սովորել հայոց մշակույթի, մեր տոների մասին, այդ ամբողջը փոքրիկ ամփոփ ծրագրեր գրեցինք եւ պիտի ասեմ, որ հաջողությամբ կարողանում ենք իրագործել եւ շատ երեխաներ արդեն մեր շնորհիվ տառաճանաչ են, սիրում են հայերենը, հայրենիքի մասին շատ բան գիտեն։ Ես ուզում եմ այստեղ մեկ անգամ եւս կարևորել ուսուցչի դերը, որովհետեւ շատ երեխաների համար այստեղ դասավանդող ուսուցիչը դա առաջին հանդիպումն է հայի հետ, հայության հետ, հայապահպանության հետ։
ինչքանով որ հաջողված կլինի քո փորձը եւ ինչքանով որ դու կկարողանաս երեխայի մեջ դնել այդ հատիկը սերը դեպի հայրենիքը, այդքանով երեխան ավելի դեպի հայապահպանություն կգնա, դեպի իր արմատները կգնա, իր մշակույթը կգնա ու կդառնա կրողը դրա առաջինը դու պիտի այդ լույսը տաս, որ երեխան կարողանա լույսը վերցնել։ Պարզապես ուղակի այսպես մտնել դպրոց եւ որոշել, որ դու այս երեխաներին կարող ես հայերեն սովորեցնել, դա թյուր կարծիք է, որովհետեւ անսահման համբերատարություն պիտի ունենաս։ Շատերը Հայաստանից գալով պատկերացնում եմ, թե նույն խոսքով դու կարող ես, նույն ոճով կարող ես դասավանդել այս դպրոցներում, այստեղ գործող դպրոցներում իրականում տարբերվում են եւ հասարակությունն է տարբերվում եւ երեխան, եւ ծնողը, եւ հնարավորությունները, այդ ամեն ինչը ուսուցիչը պիտի ֆիլտրի եւ գտնի այնպեսի մի ճիշտ ձև, որով կկարողանա եւ ծնողին օգտակար լինել, օգնել, որովհետեւ այսօր այստեղ ծնողը այո օգնության կարիք ունի։ Ծնողը երբ բերում է հայկական որևէ կրթօջախ, ինքը հույս ունի, որ ոչ միայն երեխան պիտի սովորի, այլ գուցե նա ինքն էլ պիտի այդ ամբողջը այսպես թարմացնի իր գիտելիքները, ինքն էլ կարողանա երեխայի հետ միասին մեծ քայլ անել։ Այսինքն ստացվում է, որ աշխատանքն ավելի մեծ ու ծանր է գնում։ Սա է կարծում եմ առաջին խնդիրը, որ ես այստեղ հանդիպեցի, դասագրքերի խնդիրն արդեն ասացի, երեխաներ, ովքեր չեն գնացել օրինակ հայկական մանկապարտեզներ, իրենք ավելի շատ են դժվարանում։ Ես նկատել եմ, որ հայկական մանկապարտեզներ հաճախող երեխաները դպրոցում ավելի հեշտ են սովորում, որովհետև գոնե թե հայերեն խոսքը իրենց հասկանալի է, հասանելի է եւ ոչ միայն խոսքը երեխաներին եւ հեքիաթներ եւ բանաստեղծություններ, երբ որ երեխան ավելի վաղ տարիքում արդեն իսկ գիտի, իր այսպես մտահորիզոններ այլ է լինում, աշխարհայացքներ եւ հայկական երաժշտությունն է իր ականջին հաճելի։ Դեպք պատմեմ, երբ առաջին անգամ աշխատում էի Սահակ Մեսրոպ վարժարանում, երբ Կոմիտասի հնչյունների ներքո երեխաներին արդեն գրոսուցման ժամն էր եւ ես որոշեցի, որ գիտեք խոսեցին Կոմիտասի մասին, իրենք այսպես զարմացած կլորացրած աչքերով նայում էին եւ դրեցի երաժշտությունը, որ այդ երաժշտության տակ իրենք պիտի գրեն։ Ինձ համար դա ուրիշ ելևէջներ էր, իսկ երեխաների համար, երբ որ իրենք առաջին անգամ էին գուցե լսում այդ երաժշտությունը, այսպես զարմացած նայում են իրար, ծիծաղում են, այսպես ինչ երգ է, մեկը այդպես սմբոստացել է, ես չեմ ուզում սա լսել եւ այլն, ասացի արի այսօր ես որոշեմ, վաղը կորոշենք լսել այն երաժշտությունը, որը դու ես դրել, փոքրիկ այսպես խաղի տեսքով, որ ինքն էլ չմբոստանա եւ լսի։ Եվ բավականին 10 րոպե մոտ իրենք լսեցին, գրեցին, հաջորդ օրը եկան դասարան, ինձ համար մեծ հաղթանակ էր, որ ասաց, գիտեք, եկեք այսօր էլ լսենք, էլի ձեր երաժշտությունը, երբ ասացի, մենք ինչ էինք պատկերացնում, միասին պայմանավորել, ասում եկեք այսօր էլ լսենք ձեր ընտրած երաժշտությունը, ինչ եմ ուզում ասել, երբ երեխան մի բան չգիտի ու չի ճանաչում, չի կարող սիրել կամ չսիրել, ավելի շատ սիրի, քան կսիրի։ Մեր բոլորիս խնդիրն է եւ ոչ միայն ուսուցիչների, բոլորիս խնդիրն է իրենց հասանելի դարձնել, որովհետեւ դա մեր ազգային արժեքն է։ Մենք բոլորս ծնվել ենք հայ եւ դա մեր արյան մեջ է։ Բազապես հարմար դաշտ է պետք, որ մենք այդ ամեն ինչը լսենք եւ մեր արյան կանչով ես վստահ եմ չի լինի հայ, որ իրեն անտարբեր կլինի հայ եւ Հայաստանը եւ հայրենիքը եւ իր մշակույթը։ Այդ ամեն ինչը ժամանակի հարց է եւ յուրաքանչյուրս միշտ ասում եմ մեր բաժին հայրենիքը պիտի պահենք։ Իմ բաժին հայրենիքը ես փորձում եմ պահել աշխարհի ողջ ծայրում էլ լինեմ, որտեղ էլ լինեմ, ես իմ գործն եմ անում, որովհետեւ կարծում եմ ես դա ինձ համար դա առաքելության նման մի բան է։ Ընտրել եմ այդ մասնագիտությունը մանկավարժի եւ ինձ հաճելի է աշխատել երեխաների հետ։ Այստեղ առավել եւս ավելի պատասխանատու է, որովհետեւ ես հասկանում եմ, որ կարող եմ շատ փոքրիկների պարզապես հայերենը դարձնել սիրելի, այսպես իրենց հոգու մանկության լեզու։ Այո, ես իսկապես ողջունում եմ ու եթե թողնեն անվերջ դες կլսեմ, այդքան հաճելի է Նունե ջան։ Եվ ես կարծում եմ, որ երկլեզու ծրագրի մասին էլ կարող ենք մի փոքր խոսել, քանի որ այդքան մեծ փորձառություն ունեք դուք, կարևոր է ձեր կարծիքը լսել։ Արդյոք երկլեզու ծրագրի մեջ, երբ երեխան լինում է, դա ազդում է երեխայի ակադեմիկ առաջընթացի վրա, թե ինչ եք կարծում, որ եթե երեխան ինչքան լեզու սովորի, այդքան կարևոր է, որովհետև ես ինքս երբ պետք է տղայիս գրանցեի
դպրոց, այդ երկմտության առաջ կանգնած էի, որ միայն անգլերեն դնեմ, թե երկլեզու ծրագրի մեջ իրեն ներառեմ, եւ հասկացա, որ չէ, ներքին ձայնս ասում է, որ պետք է ինքը հայերեն սովորի եւ վստահ եմ հետո շնորհակալություն է հայտնելու, որ այսօր ինքը կարողանում է գրել, կարդալ եւ հայերեն մաքուր հայերեն խոսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրելով։ Դա իմ կողմից որպես ծնող ես որոշեցի, թեկուզ դժվար էր շատ իրականում, դուք ինչ եք կարծում։ Ողջունելի է իհարկե, չէի կասկածում, որ ձեր մալիկների մոտ հայերենի եւ հայերենի նկատմամբ սերը ոնց ընտանիքից է գալիս, Լուսինե ջան։ Իսկապես ինձ երբ խորհուրդ են հարցնում, ես միանշանակ ասում եմ այո, եթե ունեք հնարավորություն, տվեք երեխաներին այնտեղ, որտեղ նաև հայերենն է, որպես երկրորդ լեզու ուսուցանում, որովհետև այսպես ակամա թե ակամա ինքը լսում է, կարդում է, գրում է, բավականին լավ ծրագրով աշխատում են։ Ես գիտեմ երեխաների, ովքեր հաճախում են այդպիսի դպրոցներ, գիտեմ ուսուցիչների, ովքեր աշխատում են նման դպրոցներում, այսինքն որևէ կերպ երեխայի հայերենը այդտեղ չի տուժի։ Այստեղ ծնողների անհանգստությունը ավելի շատ անգլերենի, մյուս առարկաների համար է, ես կարծում եմ, որ այդտեղ էլ տուժելու ոչինչ չկա։ Եթե երեխան նույնիսկ 1 տառ խառնի, եթե չգիտեմ, անգլերենի որևէ տառը խառնի հայերենի տառ, դա սարսափելի ոչ մի բան չկա, որտեղ Հայաստանում եմ ես մեծացել, դպրոց գնացել, բայց երբ դպրոցական էի, ես ինքս խառնում էի հայերենի, ռուսերենի տառերը։ Եվ դա չի խանգարել, որ ես հայերեն սովորեմ, ոչ ռուսերեն։ Եվ իդեպ ասեմ, որ ի գիտություն բոլոր ծնողների երեխաները ունակ են շատ ավելին անելու, քան այստեղ դպրոցներում երեխաներին տալիս են։ Ես մի քիչ համարձակ գուցե հայտարարություն եմ անում, բայց եթե ես համեմատեմ հայաստանյան դպրոցների ծրագրի հետ, երեխաներն այնտեղ ավելի ծարաբեռնված են սովորում։ Տնային աշխատանքների քանակն ավելի շատ է եւ ինֆորմացիան ավելի շատ են կարողանում ստանալ։ Երեխայի ուղեղը շատ ճկուն է եւ հենց այս տարիքում երեխան միաժամանակ կարող է 5-6 լեզուեր սովորել եւ որևէ դժվարություն չունենալ դրանում։ Թույլ տվեք, որ երեխաները սովորեն, մի դարձրեք դա շատ բարդ երևույթ այդ սովորելը պիտի լինի այսպես հետաքրքիր մի զբաղմունք իր համար, գիր կարդալը տանջանք չի, գիր կարդալը դա հանգստի ձև է, միշտ սաներից նման խորհուրդ եմ տալիս, որ գիր կարդալ մի մտածեք, որ դուք բարդ ինչ-որ բան արեցիք, դա դուք հաճույք ստացաք դրանից։ Եվ սա է խնդիրը, որ ասում եմ տվեք, ինչքան հնարավոր է երեխան թող հայերենի այս շնչով մեծանա։ Անգլերենը շատ արագ սովորելի է, ուզեք թե չուզեք, իր միջավայրը հետագայում համալսարանական կյանքը ամբողջությամբ աշխատանքային ոլորտում շփումներում ինքը անգլերենը սովորել է եւ որևէ խնդիր չի ունենալ։ Ես իմ տղայի օրինակը կարող եմ բերել, երբ մենք տեղափոխվեցինք, ինքը գրեթե անգլերեն չգիտեր, շատ քիչ, ինչ-որ հատուկ չէինք աշխատել իր հետ, որ անգլերենը շատ լավ իմանար եւ բացարձակ չէր շփվում։ 3 ամիս հետո ինքը լիարժեք տիրապետում էր եւ տնային աշխատանքներն ինքնուրույն կարողանում անել եւ հաղորդակցվում էր առանց որևէ խնդրի։ Այսինքն ընդամենը 3 ամիս է պահանջվում երկիր մտած նոր մարդուն, որ սովորի այն էլ երեխային։ Մեծահասակների մոտ վստահ եմ ավելի դժվար գնում, բայց երեխաների ունակությունները պետք չի սահմանափակել։ Երեխան ավելին կարող է անել եւ շատ կարեւոր է ծնողի վերաբերմունքը։ Երբ ծնողը ուղակի տալիս է հայկական դպրոց ու վերջ, չի խոսում, չի կարևորում, չի ոգևորվում եւ չի ոգևորում երեխային նաեւ յուրաքանչյուր դժվարություն ասելուց, օй կարող է դժվարերը ավելի լավ է գնանք այստեղ հետ մի տարեք ձեր երեխաներին առաջ տարեք։ Ու ձեր խոսքը, որովհետեւ առաջին օրինակը լինում է ծնողը։ Ծնողը երբ որ արդեն երկմտում է, երեխայի համար արդեն օղակ է բացվում, որ օй կարող է սա չանենք, մի քիչ տրտնջանք, երեխաները սիրում են ու շատ արագ են սովորում ծուլությամբ, փորձում ոգևորել, յուրաքանչյուր այ դու այսօր ինձ նոր բառ սովորեցրեցիր, արի միասին քո ոտանավորը կարդանք, արի ծնողն էլ պիտի մասնակից լինի, երբ երեխան տեսնում է, որ ծնողի համար դա կարևոր է, արժեք է, որովհետև 7 տարեկանում ոչ մի 7 տարեկան չի հասկանա, որ հայերեն իմանալը դա կարևորագույն արժեք է իր համար, որովհետև ինքը հայ է։ Դա ավելի շատ գալիս է ընտանիքներից, տատիկներից, մեր իմաստուն պապիկներից, եւ եթե այստեղ շատերը չունեն այդ հաճույքը տատիկ-պապիկների, հա, օջախում մեծանալու, տատիկի խրատները լսելու, տատիկի բանաստեղծությունները սովորելու, ստացվում է, որ դպրոցը դառնում է այն միակ օղակը, որտեղ երեխան պիտի այդ խոսքը լսի։
Եվ իմ խորհուրդը բոլոր ծնողներին, եթե ունեք հնարավորություն, անպայման դիմեք։ Եթե չկան, ասենք երեխան գնացել է ուրիշ դպրոց ամերիկյան, իհարկե այստեղ հատկապես Կալիֆոռնիայում այդ խնդիրը բնականաբար չկա, որովհետև շատ են եւ կիրակնօրյա դպրոցներ կան եւ ամառային ճամբարներ կան, որտեղ երեխաները կարող են գնալ, ամառային դպրոցներ հաճախեն եւ գոնե այդպես կոմպենսացնեն, հա, այդ բացը։ Ես դա եմ հորդորում բոլորին, անպայման ծնողներին ժամանակ գտեք, հնարավորություն գտեք ձեր երեխաներին մոտեցնելու մեր արմատներին։ Ես ծնունդով Արցախից եմ եւ երբ որ լսում եմ Արցախի բալբառը, ինձ համար ես վերադառնում եմ իմ մանկություն, որովհետեւ այնտեղ եմ մեծացել, իմ տատիկ, պապիկ այդ բարբառով են խոսել եւ մինչ այսօր էլ հայրիկիս հետ խոսելիս, հորեղբորս հետ ընտանիքում խոսելիս մենք խոսում ենք այդ բարբառով եւ յուրաքանչյուր հայ պիտի գիտակցի, որ հայերենը երեխայի մանկության լեզուն պիտի լինի, որ ինչքան էլ նա մեծանա, ինչ բարձունքների էլ հասնի, աշխարհն էլ նվաճի, որտեղ որ ինքը լսեց հայերեն խոսքը, իր համար դա վերադարձ է լինելու Հայրյան կանչեր մանկություն։ Այո։ Դրա համար շատ կարևոր է, որ հենց ընտանիքներում լինի։ Ես պետք չի անընդհատ բեռը դնել համայնքի վրա, բեռը դնել դպրոցի վրա, առաջին կարևոր պատասխանատուն ընտանիքն է։ Ընտանիքում խոսեք հայերեն, թող հայերեն խոսքը երեխային, օրորոցայինը թող լինի հայերեն, թող հեքիաթ կարդալը լինի հայերեն, փոքրիկ հայերենի այսպես խաղերը թող լինեն, սեղանին բազմաթիվ հրաշալի խաղեր կան հիմա, դրանցից չօգտվելը ուղղակի այս պահին հանցագործություն է, որովհետև մենք օրինակ ընտանիքով հաճախ ենք խաղում այդ հայկական խաղերը եւ դա շատ օգնում է մեզ եւ վերհիշում ես պատմությունը եւ վերհիշում ես երեխաները չեն մոռանում նաեւ հայերեն կարդալը, որովհետեւ ինչքան էլ մեծ են իմ զավակները, միևնույն է ես հասկանում եմ, եթե իրենք չգրեն, չկարդան, մի օր էլ իրենց համար է լինելու դա դժվար։ Իհարկե, մեր բոլորի համար։ Այո, մեր բոլոր հաղորդագրությունները իմ շրջապատում գիտեն, ես գրում եմ միայն հայատառ եւ հաճախ չեմ էլ հասկանում, երբ անգլերեն տառերով գրում են, ինձ պետք է երևի մի 5 անգամ կարդալ, որովհետեւ ես հասկանամ հայերեն, որ նախադասությունն են փորձել գրել, իմ երեխաներն էլ գիտեն, դա խիստ այսպես հրահանգ է, որ ես իրենց կարողանում եմ ստիպել, որ իրեն գրեն հայատառ Տղայիս մի անգամ անգլերեն այդպես տառերով նամակ էր գրել, մի ամբողջ պատմություն եմ հայերենով գրել, տղաս Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը, որ մենք կարողանանք հայ մնալ, մի ամբողջ դասախոսություն, դա գրել ավելի մամա, որ ինքն մի հատ մի նախադասություն եմ գրել, այսինչ մի մեծ պատմություն գրեցիր, այո, մենք պիտի խստապահանջ լինենք, մեր լեզուն հատկապես կախարդական եւ զորեղ լեզու է։ Այո։ Մոռանալ թողնել, որ, չգիտեմ, կան օտար բառեր մտնեն, օտար մտքեր, օտարությունը մենք շատ վերցնենք, կարծում եմ դա ճիշտ չի։ Միանշանակ եւ այս նոտայի վրա էլ ուզում եմ նաեւ խոսել, որ դուք ունեք նաեւ մանկապարտեզ եւ այնքան ուրախ եմ, երբ իմացա, որ բացել եք ձեր մանկապարտեզը, ինձ համար այսպես չգիտեմ տոն էր, որովհետեւ ես հպարտանում եմ եւ ուրախանում եմ այն բոլոր մեր հայրենակիցներով, ովքեր որ իրենց ավանդը նաեւ հենց փոքրերի, շատ փոքրերի այդ տարիքային խմբում են նաեւ փորձում դնել ու ինձ համար իրոք շատ Էվրիկա մանկապարտեզը վստահ եմ, որ ծնողները կփաստեն, երբ մեր եթերը լսեն, կփաստեն, թե ինչքան իրենք են ուրախ, որ իրենց երեխաները հաճախում են ձեր մանկապարտեզ Նունե ջան։ Ողջունում եմ եւ իսկապես շատ շնորհակալ եմ, որ դուք չեք մոռացել եւ շարունակում եք ձեր ներդրումը մեր հայապահպանության հարցում եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է դա որպես օրինակ վերցնի եւ մոտիվացվի, որպեսզի նաեւ մենք կարողանանք նույն ավանդը ունենալ հայապահպանության հարցում։ Եվ շարունակելով կարող ենք խոսել նաև այդ հիմնախնդիրների մասին հայապահպանության, այսինքն ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դուք որպես մանկավարժ որ տեսնում եք։ Երբ ես սկսեցի աշխատել հայկական դպրոցում, ասեմ, որ Սահակ Մեսրոպ վարժարանում էի աշխատում, ցավոք սրտի վերջին հրդեհներից դուրած մեր հայկական դպրոցն է։ Այդ դպրոցում արևելահայերենի հիմքը դրեցի ես, որովհետև մինչ այդ դպրոցը գործել էր միայն արևմտահայերենով եւ անչափ նորից պատասխանատու կարևոր գործ էր, որովհետև արդեն իսկ Հայաստանից գիտեք շատ են գալիս եւ արևելահայերենի պահանջը
կար այնտեղ սկսելու դասագրքերը բերեցինք Հայաստանից, փորձեցինք ծրագիրը տեղայնացնել, այդ ժամանակ էլ աշխատելիս էլի բնականաբար հանդիպում էիր դժվարությունների, որ ընտանիքում երբ փոքրիկ տնային աշխատանք ես տալիս, տնային աշխատանքը պիտի լինի միայն այդ պահին հասանելի երեխան, դեպ դու վստահ չես, որ այսինքն մի փոքր բարդ առաջադրանքը երեխան տանա, կունենա օգնող, որ իրեն օգնի, բայց միայն դասավանդումը չէր, որովհետև ես հաճախ իրենց հետ խոսում էի, ցույց էի տալիս մեր թեմայից դուրս, մեր հայրենիքի մասին էի պատմում, նույնիսկ այդ օրերին այդ արցախյան այդ մեր դառը օրերն էին ու մենք հատուկ դասընթաց էինք պատրաստել նույնիսկ մեծերի համար Արցախի մասին էինք պատմում, որ իրենք ճանաչեն մեր պատմությունը, այսինքն մենք այս խնդիրն էլ ունենք, երեխաները գուցե թե լսել են կամ չեն լսել, երեխաներ կան, որ Հայաստանում չէին եղել, որ ասում են ինչու, ասում են ես հայերենը չեմ սիրում, ասում եմ ինչու, ասում են որովհետև մայրս ու հայրս տխրում են, որ Հայաստանի մասին խոսում են, այսինքն երեխան Հայաստանի մասին ասոցիացիան ստացել իր ծնողների ներողություն, իր ծնողների այս տրամադրությունից, այսինքն մտահոգվել են, գուցե հուզվել են, երեխան արդեն իր համար ինչ-որ թեմա է փակել, որ Հայաստանում չեմ ուզում հայերեն, որտեղ դա տխրեցնում է տխրեցնում է իր ծնողին, բայց երբ որ դու զրույց ես վարում, ասում ես, որ գիտես, մենք բազմադարյան մշակույթ ունեցող երկիր ենք, որ տես ես ամենաշատը հուզվում եմ, երբ արևմտահայերեն են խոսում, զարմանալի գուցե կհնչի, բայց ինձ համար քանի տարի է անցել Արևմտյան Հայաստանի, գաղթել են, եկել են այստեղ ու ես երբ տեսնում եմ փոքրիկներ, որ արևմտահայերենով են խոսում հայրիկի կամ տատիկի հետ, անկեղծ ավելի մեծ հուզմունք եմ ապրում։ Ես էլ Միշտ թվում է թե հայերեն է երկուսն են ինչ տարբերություն, բայց չէ, ավելի շատ անցյալ օրը զբոսնելուց ականջս այդ լսեց այդ հայերենի ձայնը, անընդհատ այսպես նայում եմ ու հպարտություն եմ ապրում, ասեմ գուցե հայրիկը արդեն 4-րդ, 5-րդ սերունդն է ու իր զավակի հետ խոսում էր հայերենով, արևմտահայերենով, ուղղություններ էր տալիս այգի ինչ որ աշխատանք էին անում, այդպես պիտի փորձենք պահել։ Եվ հիմա մեր երկիրը հիբրիդային պատերազմի մեջ է նաև, որովհետև այստեղ էկատվական դաշտը շատ մեծ է եւ հաճախ չես էլ հասկանում որներ ճիշտ, որներ սխալ, երբ մենք փոքր ենք եղել, այսքան այս ամբողջ հնարավորությունները չենք ունեցել, մեդիա գրագիտություն ոչ բոլորն ունեն, եւ սա էլ է կարեւոր հարց, որ դու կարողանաս այդ ամբողջի միջից ընտրես քոնը, որն է ճիշտ, որ մաղես ու հասկանաս, եւ հիմա չսովորել հայերենը ավելի վատ է կարծում եմ, կտանգավոր նույնիսկ կտանգավոր է, մենք ինքնության մեր գոյատևման խնդրի առաջ ենք եւ բոլորս Հայաստանում կլինի, չգիտեմ, Չինաստանում կլինի, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, մենք եւ հայը ունի այդ տեսակը, համախմբվելու տեսակը։ Ես ուզում եմ, որ միշտ համախմբվող լինենք, մեկս մյուսին սատարող լինենք, օգնող լինենք, ձեռք մեկնող լինենք, որ մրցակցությունը չլինի, որ վայ, սա ավելի լավ, թող միասին կարողանանք, հիմա բոլոր մեր հայկական դպրոցները միավորվեն ու ստեղծեն, թեկուզ հենց Կալիֆոռնիայի համար ստեղծեն մի այնպիսի դասագիրք, որով երեխան պիտի ավելի հեշտ սովորի։ Ես գիտեմ կան մտահոգ մարդիկ, ովքեր շատ են ուզում, մեկը ֆինանսապես հնարավորություն չունի, մյուսը մասնագիտական հնարավորություններ չի ներում, բայց կարծում եմ լավ կլինի ու ես ամեն դեպքում ինքս կփորձեմ այնպես անել, իմ ներդրումը դնել, որ կարողանանք ստեղծել մի այնպիսի մատչելի գիրք, որը յուրաքանչյուր ուսուցչի ձեռքին շատ լավ զենք գործիք կլինի։ Կարծում եմ այստեղից է պետք սկսել խնդիրը, մեր ընտանիքների վրա ուշադրություն դարձնենք մեր խոսքին, մեր, չգիտեմ, ամեն շաբաթ կիրակի թող զանգահարեն, վստահեն բոլորը Հայաստանում ապրող տատիկ-պապիկներ ունեն, խոսեն այդ 15 րոպե։ Մեր հայկական հեքիաթները, բոլոր մանկապարտեզներին փոքրիկ կոչես, մեր ազգային տոները նշեք, թող վերապրեն նորից, նշեք, բայց հայկական էլեմենտներով, հայկական պահելով, այո, ես մեկ անգամ եւս, քանի որ ձեր լսարանը մեծ է, ասեմ նաեւ, որ հաճախ եմ տեսնում թուրքական կտորներով եւ այլն, հիմա դժվար չի իրազեկվել եւ գտնել զուտ հենց ճիշտը, այո, ճիշտ հայկական զարդանախշերով, չգիտեմ, նույն սփռոցները, նույն դետալները, կրելու համար պետք է այսպես մաքրենք
մեր մշակույթը այդ օտար ամեն ինչից փորձենք զերծ պահել։ Այո, քանի որ մենք վտանգի առաջ ենք այս պահի դրությամբ կանգնած եւ իսկապես ես արևմտահայերենի հետ կապված իրոք ես ինքս եմ հպարտություն զգում, նույնիսկ ոչ միայն արևմտահայերենը, թե Իրանի, Պարսկաստանի ժողովուրդ իրենք եւս այնքան իրենց այդ սփյուռքը այնքան ուժեղ են եղել, որ այնպիսի հայերեն գեղեցիկ բառեր են օգտագործում, որ մենք նույնիսկ Հայաստանում այդ բառերը իսկապես մեր կենցաղում չենք օգտագործում, որովհետև նրանք կարիքը ունեցել են, որ այդ մուսուլմանական երկրում իրենց ինքնությունը, ազգային արժեքները պահեն եւ ուրախ եմ նաեւ, որ այստեղ էլ իրենք շարունակում են, թեկուզ մի փոքր դժվարությամբ, հենց իմ տղայի դասարանում կան Թեհրանից հայ ծնողներ, ովքեր որ իրենց sense պինդ ձեռքերով հաց ուզում են երեխան մինչև վերջ հայերենը սովորի, ես ողջունում եմ եւ ուրախ եմ շատ դրա համար։ Իրականում ժամանակի առումով էլ եթե մենք մի փոքր ժամանակ կարողանանք հատկացնել, ոչ մի դժվարություն չկա եւ մեր փոքրիկ ներդրումը կունենանք հայապահպանության, հայերեն լեզվի, մեր մշակույթի արժեքների փոխանցման հարցում։ Կարծում եմ այս մասով այդպես եւ մի փոքր նաեւ մեր մայրենի լեզվի այդ գենետիկ փոխանցման այդ ուժի մասին մի փոքր անդրադարձ ունենանք ես անպայման որ որոշեցինք այս թեմայի շուրջ խոսել ես որ ասացի կարելի է դա էլ շեշտել ես ինքս ուզում եմ լսել ձեզանից մեր մայրենի լեզվի այդ ուժի մասին որ փոխանցվում է սերնդեսերունդ դրա մասին մի փոքր անդրադարձ ունենանք Շատ լավ, ասեմ, որ հայերենը ասում են աստվածային լեզու է եւ միայն հայերը չէ, որ փաստում են, շատ օտարազգի ուրեմն պատմիչներ եւ մեծ մարդիկ վկայել են դա, Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է։ Եվ այստեղից հենց արդեն կարծում եմ այդ մի նախադասության մեջ այնքան բան է ամփոփված, եւ նույն Նարեկացին, հա, երբ Նարեկը գրել է Եթե մենք կարդում ենք, ասում ենք, չէ, որ Նարեկը նաև բուժիչ հատկություն ունի, ես կարծում եմ, որ դրա մեջ նաև թաքնված է մեր լեզվի զորությունը։ Գուցե Աստվածաշունչը այլ լեզուներով կարդաս, այդ զորությունը դու չզգաս, բայց հայերեն տարածությունը, հայերենի հնչողությունը, տեմպը, ամեն ինչը կարծում եմ աստվածային ուժ է տալիս մեր լեզվին, եւ այս ամենից չօգտվել, կարծում եմ Մայրն ասած ճիշտ չի, ու մենք պիտի լինենք կրողը, մենք ինչպես պիտի փոխանցենք, նախ պիտի կրենք, հետո այդ լեզուն կարողանանք փոխանցել։ Եվ եթե մենք այդպես անդրադարձ անենք մեր նախնիները ինչպես են լավաշ են թխել, լավաշի այդ ամբողջ թխելու արարողությունը ինչպես են արել միասին, հարևաններով, երգով, չէ, խոսելով, տոնակատարություն են դարձրել ամեն ինչը։ Նույն չգիտեմ, Ծաղկազարդի տոնը, բոլոր մեր եկեղեցական տոները հրաշալի երգեր ունեն ու դրանց միջոցով էլ ենք կարողանում, հա, մեր հայերենը հայկականի այդպես ուժը զգալ, զորությունը զգալ։ Ես կարծում եմ, որ հիմա հատկապես ավելի շատ է արթնացել այդ հայկականը մեր մեջ։ Ուրախությունից ես դա պիտի նշեմ, որովհետև օրինակ ես հիշում եմ, երբ ես նոր ընդունվել էի դպրոց, նոր աշխատում էի, դեռ երիտասարդ, այն ժամանակ այդքան շատ չէին հայկական ազգային մեր միջոցառումները։ Հիմա ամբողջ համացանցը հեղեղված է, ես շատ ուրախ եմ դրա համար եւ թող յուրաքանչյուր հայ ճանաչի իր արմատները։ Մեր բոլոր ազգային տոները այնքան գեղեցիկ են, այնքան իմաստուն են, մեր ազգային պարերը, չէ՞ որ յուրաքանչյուր պար միասելիք է, փոչարին միասելիք է, չգիտեմ, երգը, թամզարան մեկ այլ, ինչ ունի ամեն մի երգ ու տաղ իր մեջ մեծ խորը պատմություն ունի գրված եւ դա պետքա վերապրել։ Այո Անչափ շնորհակալ եմ Նունե ջան, իսկապես այնքան հետաքրքիր, այնքան ես նախ սկզբից ասացի, չէ, որ հուզիչ է լինելու, իսկապես սրտիս աշխատանքը մի փոքր արագացել է, որովհետև իրոք օտար երկրում ապրելով, այս հիմնախնդիրները ունենալով, մտորումներ ունենալով շատ դժվար է բոլորի համար, եւ ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ անմաս են մնում հայապահպանության հարցում Եթե ունենք ավելացնելու ինչ-որ մի բան, կարող ենք ավելացնել,
Եթե չէ, ապա կարող ենք սահմանափակել եւ ամփոփել մեր այսօրվա հետաքրքիր սենց զգայուն զրույցը։ Անչափ շնորհակալ եմ, ասեմ, որ նորից շատ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցելը, ես այս թեմայով կարող եմ անվերջ զրուցել եւ առհասարակ ձեզ հետ կարելի անվերջ զրուցել Լուսինե ջան։ Շնորհակալ եմ, որ այդ մեծ պատիվ բաժին արժանացրիք ինձ, այստեղից ներկայացնելու իմ համեստ փորձը։ Ես որպես ուսուցիչ պիտի շարունակեմ արարել եւ պիտի շարունակեմ այն ինչ որ ես ունեմ փոքրիկ այսպես իմ մեջ կուտակած այդ լույսը փոխանցեմ ինչքան հնարավոր է շատ բալիկների, ես դա ինձ համար արդեն ոչ թե երազանք, այլ նպատակ եմ այսպես դրել, հուսամ, որ Աստված առաջ ամեն ինչ լավ կստացվի ու բոլոր մեր նպատակները, որ դրել ենք, կարողանանք իրագործել եւ որպես ամփոփում ասեմ, միասին եկեք յուրաքանչյուրս պահենք մեր բաժին Հայաստանը, մեր բաժին հայրենիքը, որովհետեւ առանց մեր հայրենիքի մենք բոլորս կիսատ ենք, անկախ մեր ունեցած բոլոր հաջողությունների։ Շնորհակալություն Նունե ջան, ես եւս շատ ուրախ եմ ձեզ հետ նույն սեղանի շուրջ լինել, ձեզ հետ ձեզ անվերջ կարող եմ լսել, իսկապես շատ մեծ պատիվ է ինձ համար եւ մեր հետևորդներին կարող եմ ասել, հետևեք մեր YouTube-յան ալիքին եւ կարող եք նաեւ թողնել ձեր մեկնաբանությունները, մենք բոլոր մեկնաբանություններին անդրադարձ կունենանք, շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար, հաջողություն։